Պարոն նախագահ, միայն մեր խմբագրությունում Արցախի ամբողջական հայաթափումից հետո աշխատանքի են տեղավորվել 1 տասնյակից ավելի արցախահայեր։ Ես նրանց խնդրել էի մի ընդհանուր հարց ձևակերպել, որ կցանկանային ուղղել ձեզ, եւ ահա թե ինչ են նրանք ուզում իմանալ։ Արդյոք դուք եք ամբողջովին փակված համարում Արցախի էջը, կամ ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասում, խորհուրդ կտայիք մեր արցախցի քույրերին ու եղբայրերին տնավորվել Հայաստանում, թե նրանք կարող են իրենց ամենանվիրական այդ հույսը, վերադարձի հույսը կապել օրինակ ձեր անվան հետ։ Նայեք, մենք իրատեսական պետք է լինենք եւ այսօր իրատեսական լինելը նշանակում է պայքարել միջազգային կառույցներում վերադարձի իրավունքը արձանագրելու համար։ Ես սա եմ տեսնում։ Հիմա ձեր հարցը միգուցե կարելի է մի քիչ ավելի ընդլայնել, թե ինչ է պետք անել հիմա։ Ընդհանրապես, որովհետև եթե մենք մնում ենք նույն իրավիճակում, ինչպիսին կա այսօր Հայաստանում, իհարկե որևէ հույս թե մենք որևէ ացանում, որևէ հաջողության կարող ենք հասնել, չպետք է ունենանք։ Հիմա պետք է Հայաստանը փոխվի։ Բայց իրատեսականը վերադարձի իրավունքի արձանագրումն է։ Փաշինյանը նույն նժարի վրա է դրել այսպես կոչված 300,000, հիմա արդեն ասում են 500,000 ադրբեջանցիների վերադարձի հարցը Հայաստան, արցախցիների Արցախ պայմանական վերադարձի հետ։ Սրանք նույն հարթության վրայի հարցեր են իսկապես, այսինքն մեկը պայմանավորված է մյուսով։ Հանրապես իրար հետ կապ չունեցող հարցեր են, այդ դեպքում մենք էլ պիտի խոսենք 300,000 Բաքվում ապրող, Սումգայիթում, Կերաբադում ապրող հայերի մասին։ Իսկ եթե այն թեման ուղիղ կապ ունի այն մյուս թեմայի հետ։ Սրանք իրար են չզուգացնում։ Արցախի հարցը լրիվ այլ թեմա է, որովհետև Արցախը, այսպես ասենք, ինքը ուներ եւ սովետի ժամանակ կարգավիճակ եւ Արցախի ինքնորոշումը եղել է ամբողջությամբ միջազգային ընդունված սկզբունքների շրջանակներում։ Լրիվ այլ թեմաներ են, որոնց համեմատությունը ուղղակի կոռեկտ չի։ Բայց ես կուզեմ վերադառնամ հետևյալին, նայեք, մենք որևէ հույս, որևէ հաջողություն չենք կարող ունենալ, եթե մենք որդեգրել ենք այս քաղաքականություն։ Հիմա երևի հարց է առաջանում, հարց պետք է լինի հետևյալը։ Ինչ անենք, որ մեզ լուրջ վերաբերվեն, ինչ անենք, որ մեր խոսքը կշիռ ունենա։ Նայեք, առաջի հերթին պետք է զբաղվել լուրջ բանակով։ Պետք է ամրացնել Հայաստանի անվտանգությունը եւ ոչ թե նրա համար, որ պատերազմենք, հենց նրա համար, որ չպատերազմենք։ Այդ ձևակերպումը այսպեսին է պետք է լինի։ Որտեւ երբ սովորաբար հատկապես երբ ես խոսում եմ բանակի ուժեղության մասին, փորձում են մեղադրել, որ այ մտքին ուրիշ է, չէ՞։ Հիմա շատ բարձ հարց։ Լավ, Եվրոպայի կենտրոնում շվեյցարացիք ինչի են բանակ պահում, ընդհանրապես կամ ավստրիացիք, նեյտրալ կարգավիճակ ունեցող երկրները։ Ամեն երկրում էլ մոտ 140,000 ռեզերվիստներ, որոնք զենքն ունի Շվեյցարիան, տունն է պահում։ Եվ պարբերաբար գնում են զորավարժությունների, սովորացնում են իրենց։ Ինչի համար են անում։ Մարտունակ բանակ առաջի համար, հենց նրա համար է, որ պատերազմ չլինի։ Եվ պետք է դրանով լուրջ զբաղվել։ Ես չեմ տեսնում, որ այսօր Հայաստանը դրանով զբաղվում է։ Եվ մարտունակ բանակը նաև նրա համար է, որ դու ունենաս աշխարհակական գործընկերներ։ Եթե դու չունես մարտունակ բանակ, դու գործընկեր չես ունենալու, դու ունենալու ես աշխարհակական շեֆեր։ Տարբերությունը էական է։ Դու դառնալու ես, եթե դու բանակ ունես, դու կիսում ես ինչ որ հարցեր քո գործընկերոջ հետ։ Իսկ եթե դու չունես, թույլ ես, ուրեմն դու այդ շեֆ ունենալով դու դառնում ես անվտանգության սպառող։ Իսկ անվտանգության սպառող լինելը նշանակում է դրա համար գին ես տալիս։ Նայեք Ուկրաինան ինչ գին է տալիս այսօր։ Հենց այն պատճառով, որ ինքը կռվում է, բայց ամբողջ, այսպես ասենք, այս պատերազմի հետևում արևմուտքի ռեսուրսներն են։ Եվ այսօր Ուկրաինայի ընտերքը արդեն զալոգ, որ ժողովուրդ հասկանա ինչ բառը, զալոգ է դրած այդ պատերազմը ֆինանսավորելու դիմաց։
Հիմա մենք ուզում ենք ունենալ աշխարհակահաղական շեֆ, թե աշխարհակահաղական գործընկեր։ Իրականությունը սա է, չեն զբաղվում։ Եվ ինչ են ասում, ասում են մենք այս ամեր սահմանները 29000 եւ այլ քառակուսի կիլոմետր, դրանից դուրս մեզ ոչինչ չի հետաքրքրում։ Այս ամերը։ Հենց դու քեզ սահմանափակում ես այդ մտածելակերպով, դու արդեն խնդրեմ ունես։ Դու դառնում ես մի երկիր, որը տարածաշրջանային որևէ դերակատարություն չի կարող ունենալ։ Քոտեղ որոշելու են, թե այս միջանցքը ոնց պիտի գնա, մյուս հարցը ոնց պիտի լուծի։ Դու դառնալու ես տեղը խելոք նստած մարդ։ Ոչ մեկը քո հետ հաշվի չի նստելու ընդհանրապես։ Սա իսկապես խնդրեմ է։ Ու կարող է, չէ՞, մեր մոտ այսպիսի հարց առաջանա մարդկանց մոտ, դե հիմա փոքր երկիր ենք։ Սենց հանգիստ մեր տեղը նստենք, միգուցե մեզ չուտեն։ Միգուցե մեզ Այսա է ասում, գուցե աշխատի մոտեցումը։ Հիմա այս օրինակներ բերեմ։ Էմիրությունները փոքր երկիր է, թե մեծ երկիր է։ 10 միլիոն բնակչություն, տարածք մոտ 80000 քառակուսի կիլոմետր, սեփական բնակչությունը 1.5 միլիոն։ Կատարը փոքր երկիր է, թե մեծ երկիր է։ Մոտ 10-12000 քառակուսի կիլոմետր տարածք, Հայաստանից ավելի փոքր բնակչություն, սեփական բնակչությունը 1 միլիոն էլ չկա, 700,000։ Սինգապուրը փոքր երկիր է, մի քաղաք, 5 միլիոն բնակչություն, բայց նայեք, ես այս օրինակները բերեցի, որովհետև կա նաև կոնցեպտ փոքր երկիր, մեծ խաղացող։ Այդ երեքն էլ փոքր երկիր են, բայց մեծ խաղացող են։ Խաղացող են, որովհետև ճիշտ քաղաքականություն են վարել։ Մերձավոր արևելքում որևէ հարց երևի նկատել եք, առանց էմիրությունների չի լսում, քննարկում են հետները, իրենք դառել են լուրջ խաղացող։ Կամ Սինգապուրը, հարավ Ասիայի այդ հարավ-արևելյան շրջանում ամենից փոքր երկիրն է։ Բայց լուրջ դերակատար է, որովհետև ճիշտ արտաքին քաղաքականություն է վարել բոլոր հարևանների հետ, խոշոր ուժային կենտրոնների հետ։ Ինչու եք բացառում, որ հիմա փոքրացած Հայաստանին այդքան լավ կարող է տիրություն անել Նիկոլ Փաշինյանը, որ դարձնի մի հարավկովկասյան Սինգապուր։ Հենց դա եմ ասում, որ չի կարող անի, որովհետև ասում եմ, սա ես էլ ուրիշ բանից չի հետաքրքրում։ Իմ տարածքով էլ ամենից, իմ տարածքի ամենից հետաքրքիր կտորը տանք ամերիկացիներին, թող իրենք ոնց ուզում են կառավարեն։ Իսկ սա է։ Ես նաև այս երկրների հետ լավ համեմատեմ մի ուրիշ երկիր Գայիցի։ Մոտարապես Հայաստանի չափ երկիր։ Մի բռնապետ փոխարինում է մյուսով, ասում է, այս աշխարհի հետ գործ չունեմ, միայն չխանգարեք, ես իմ բռնապետությունը շարունակեմ։ Եվ մի բռնապետ փոխարինում է մյուսին, մեկը մյուսին, սա ենք ուզում։ Հիմա մենք գնում ենք այս մոդելով, այս վերջի կալանավորումները ինձ ցույց է տալիս, որ մենք ուզում ենք դառնանք այստեղ մի Գայիցի պես մի բան։ Նայեք, ինչ արել, ես միգուցե սա ավելի խորքային հարց է, բայց ես կցանկանայի այդ շեշտադրումը անել։ Մեր պոտենցիալը, սա միայն մեր 3 միլիոն ժողովուրդը չի, մեր պոտենցիալը նաև մեր սփյուռքն է։ Զորայացնում ենք։ Մեր պոտենցիալը մեր նաև եկեղեցին է, որովհետև ինքը ցանցային բնույթ ունի եւ կան նաև այլ տարբեր երկրներում։ Մեր սփյուռքը իսկապես մեծ պոտենցիալ ունի, եթե մենք կարողանանք դա կիրառենք։ Սփյուռքի հետ կապերը ընդհանրապես կտրում ենք, թշնամանում ենք, եկեղեցին մասնատում ենք, ընդհանրապես միգուցե մի միտք ասեմ, ես ենթադրում եմ, որ սա մարդիկ բնազդով տեսնում են, բայց Նիկոլ Փաշինյանը ունի ներքին չարության մի հսկայական ծավալ։ Եվ իր մարմնի մեջ այդ չարությունը չի տեղավորվում։ Անընդհատ դուրս է տալիս։ Ինքը ամեն քայլափոխին պիտի ստեղծի կոնֆլիկտ։ Եվ այդ կոնֆլիկտով ինքը ոնց որ սնվում է, ինչ որ էներգիա է ստանում, մի նոր կոնֆլիկտի համար։ Չեք տեսնում ինչ է կատարվում։ Այս խառնաշփոթը մարդու տեսակի արտասովումն է։ Եթե իշխանություն, եթե դու կոնֆլիկտացին ես ինքդ քեզնով, եւ դու ունես հսկայական իշխանություն, գրեթե այսօր անսահմանափակ,
այդ կոնֆլիկտը ինչ որտեղ սկսում ես կիրառել։ Դու սկսում ես հակադրել ոչ միայն ասես հների նորերի, Արարատը Արագացին, Էջմիածինը Հովանավանքին, կաթողիկոսին կարկալուց արած քահանային, Միացյալ Նահանգների Ռուսաստանին, Թուրքիա, Ռուսաստան, դու անընդհատ կոնֆլիկտ ես ուզում ստեղծել, որտեղ քո տեսակն է այդպեսի եւ այդ կոնֆլիկտից դու սնվում ես, իմ տպավորությունը սա է, որ ինչ որ տեսնում եմ, այլ ռացիոնալ բացատրություն չունի։ Մարդու տեսակն է եւ կապ չունի, եթե ինքն ալինելու, այսպես ալինելու։ Մենք ներքին համերաշխություն, ներքին կայունություն երբեք չենք ունենալու։